Երանի սքավորներին, որտեղ նրանք կմխիթարվեն։ Ինչու է դա այդպես ասում։ Որտեղ երբ որ մարդը սքում է, արտասվում է, ինչպես անձրևից հետո երկնքից արեգակն է ծագում, այդպես էլ սուքից հետո մխիթարությունն է ծագում, հա։ Եվ մենք երբ որ արտասվում ենք, մխիթարվում ենք, արտասուքը տարբեր տեսակի կարող լինի, կարող է զղջման արտասուք լինել, կարող է բարեխոսական արտասուք լինել, այսինքն ինչ-որ կամ մենք մեր ցավն ենք ապրում, մեր մեղքերի համար ենք լացում արտասում, կամ էլ ուրիշի ցավն ենք ապրում, ուրիշի մեղքերի համար ենք արտասվում, մխիթարում ենք, կամ էլ կարոտում ենք Քրիստոսին, կարոտում ենք երկնքի արքայությունը, հավիտենական կյանքը, ոչ մի ցավ էլ չենք ապրում, ուրախության արտասուք, ասում են, չէ՞։ Այսինքն ուրախանում ենք, երանության արտասուք է, փառք ենք տալիս, փառավորության, գոհության արտասուք է։ Փառք ես Տեր Աստված, որ մեզ փրկեցիր, փառք ես, որ խոստացար հավիտենական կյանքը, բայց մեղա մեր գործած մեղքերի համար, Տեր Հիսուս Քրիստոս, ողորմիր մեզ մեղավորներից։ Այս երեք արտասուքներն էլ առողջարար են, բժշկարար են, մեղքերի զղջման արտասուքը, բարեխոսական արտասուքը եւ ուրախության արտասուքը։ Սա մեզ մոտ ստացվում է, բայց արտասուքից հետո մենք էլ հանկարծակի մեր մոտ ինչ-որ բան է կատարվում, հա։ Էլի մենք մրցնում ենք, էլի ամպերը հավաքվում են ու ամեն անգամ չենք կարող անձրև բերել, չէ։ Ասում եմ, մի տուր ինձ ամպել եւ չանձրևել, չէ, նարեկացին ասում է։ Եթե դու ամպում ես ու չես անձրևում, շատ վտանգավոր է։ Մթի ու խավարի մեջ ես կհայտնվելու, մառախուղի ու մեգի մեջ ես հայտնվելու։ Նարեկին ասում, մեկը մերժի մառախուղում, փարատի մռայլը, սպառի աղջան բուղջան, թող վերանա, գնա, կորչի։ Ինչու է այդպես։ Իրապես արտասուքը Սուրբ Հոգու մխիթարությունն է մեզ բերում, բայց երբ որ մենք վերջացնում ենք, նորից մեր կոտրած տաշտակին ենք կանգնում։ Արտասվեցիր, մխիթարվեցիր, հիմնականում դա տեղի ունենում կորուստ ունեցող մայրերի կամ մարդկանց մոտ, օրինակ որդի կորուստ մայրը, ինքը կարտասվի, հետո կնստի նույնպես կմտածի, իմ բալենը հետքի, իմ երեխեն, իմ ձակը ինձ հետքի, ու կսի ենքան լա, հետո ուժասպար կլինի, չի կարա արտասվել, որտև դու անընդհատ չես կարա, դա կեղեքող արտասուք է, դա մխիթարող արտասուք չի, ինքը արտասուքը մխիթարում է սենց տենեց, բայց արտասուքից հետո ինքը նորից հիշում է, այսինքն ինքն արդեն ամպեր է հավաքում, գիտես, ամպեր կան, որ գալիս են, մենք չենք հավատքում, բայց ամպեր կա, որ մենք ենք մեր վրա բերում, այսինքն մտքեր կա, որ մենք այնքան ենք սենց ծանրացած, թերահավատ, այդ հուսահատության մտքերը, մեր հավատքը մենք կորցնում ենք, երբ որ մենք այդ կուտակում ենք մեր գլխին, հատկապես ծանր վշտի պարագային են դրանք հավաքում մեր գլխին, ուրեմն բոլոր միջոցները պիտի գործադրենք ամպերը ցրելու, եթե մենք չենք կարող արտասվել, ուրեմն որոտում պիտի անենք, որոտումը տեսել եք, չէ, ամպը ցրող գործիքներ կան, որոտումը ո՞րն է, հառաչանքը, չես արտասում, բայց ներքից հառաչում ես, Տեր Աստված, ցրիր ես մտքեր թող գնան, քեզ եմ ապավինում, հառաչում ես, ցրում ես, աղոթքով վանում ես քեզանից, չեմ կարող հիմա, թող հեռու գնա ինձանից, չար խորհուրդ, հետո կհասկանամ, ինչու եղավ, չգիտեմ ինչու եղավ, հետո կիմանամ, հեռացիր ինձանից, հա, այսպես իմաստուն ձևով, ավել լավ է մենք ցրենք խորհուրդները, մտքերը, մեկնի մեկն մերժի մառախու, այնքան թե հավաքենք, ցերն ու հավաքերը մեր ձեռն է, արտասուքը Սուրբ Հոգին է տալիս, ամեն